Սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են Mercedes մակնիշի մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվել։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Mercedes-ը, հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թվային հասարակություն, պետություն, թվայնացված ծառայություններ։ Ժամանակն է մոռանալ ձգձգվող հերթերը, փաստաթղթերի կապոցներն ու երկար սպասելը։ Այսուհետ տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը կարող եք իրականացնել թվային միջավայրում։ Գործարքը հնարավոր է կատարել րոպեների ընթացքում, առանց ավելորդ փաստաթղթային ընթացակարգերի եւ հաշվառման քննական բաժիներում երկար հերթերի։ Նոր փոփոխությամբ հնարավոր է տուրքերի եւ հարկերի առցանց վճարում, արգելանքների եւ պարտավորությունների ավտոմատ ստուգում։ Վստահելի եւ անվտանգ գործարք Ես եմ նույնականացման համակարգի միջոցով։ Ձեր վարորդական վկայականն արդեն հասանելի է թվային ձևաչափով։ Վավեր վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ ստանում է դրա թվայնացված տարբերակը առանց լրացուցիչ դիմումների ու վճարների։ Թվային Հայաստան, ավելի պարզ, ավելի արագ։ Գնեք եւ վաճառեք ձեր տրանսպորտային միջոցը արագ, անվտանգ եւ առցանց։ Հայաստանում մտահոգիչ է առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի վիճակագրությունը։ 2024 թվականին պարեկները մեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի վարելու 46,000-ից ավելի դեպք են արձանագրել, իսկ ընթացիկ 2025 թվականին արդեն ավելի քան 31,000։ Օրենսդրական վերջին փոփոխություններով օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենավարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։ Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25,000 դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է 50,000 դրամ։ Եթե խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա այն այլևս չի դիտարկվի որպես վարչական իրավախախտում։ Վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Որպես քրեական պատասխանատվության միջոց, վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև 1 ամիս ժամկետով ազատազրկում։ Միաժամանակ քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդը համարվելու է դատվածություն ունեցող մինչև դրա մարման կամ վերացման պահը։ Փոփոխություններն ինքնանպատակ չեն, հիմքում մարդկային կյանքն ու առողջությունն է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով 20,000 դրամ։
Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժանալ։ Եթե ցանկանում ես համալրել ներքին գործերի նախարարության ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ եւ օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 27-ը։ Ընդունելություն մրցույթի համար սահմանվել է 478 տեղ համայնքային ոստիկանության մայրաքաղաքի եւ մարզերի ստորաբաժանումների համար։ Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող Արական եւ Իգական սեռի ներկայացուցիչներ։ Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն։ Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված եւ կստանան համապատասխան հավելավճար։ Գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի եւ հավելավճարի հանրագումարը շուրջ 400,000 դրամ է։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Հասցեք քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի պողոտակ 29, սույն թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ժամը 10-ից 13-ը եւ 14-ից 16-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից։ Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։ Ընդունելություն մրցույթի ստուգումները եւ հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 20-ը։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել edupolice.am կայք։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։